Լուսարաուտին շարունակում է շտապ ենք ներկայացնել մեր հաջորդ հյուրերին, ովքեր որ տաղավար մտնելուն պես արդեն այնպես արեցին, որ մենք մոռացանք ինչից պիտի խոսենք, ինչ պետք է անենք, ինչ հարցեր պիտի տանք, մարդիկ իրենց էներգիայով շքեղությամբ գրավեցին մեզ եւ մոլորեցրեցին։ Բայց կարևոր թեմայի շուրջ ենք հավաքվել եւ այսպես արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամը սիրով հայտարարում է, որ հուլիսի 24-ից 29-ը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի Ձայն աշխարհի Voice of the World միջազգային վոկալ մրցույթ փառատոնը, որը մեկ հարկի տակ կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երգիչների, երաժիշտների, մշակութային գործիչների եւ արվեստասերների։ Նշենք, որ արդեն իր առաջին տարում միջազգային ճանաչում ձեռք բերած Ձայն աշխարհի փառատոնը դարձել է մշակութային յուրահատուկ հարթակ, որտեղ երաժշտությունը վերածվում է ժողովուրդներին, մշակույթներին եւ սերունդներին միավորող լեզվի։ Այս ամենի մասին խոսել ենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի նախագահ Voice of the World Ձայն աշխարհի միջազգային վոկալ մրցույթ փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Շահինյանը, բարի լույս։ Բարի լույս։ Աշխատանքների համակարգող հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Մինասյանը, բարի լույս։ Եվ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դասական երգչուհի Voice of the World 2026 միջազգային վոկալ մրցույթ փառատոնի ժյուրի անդամ Աննա Պողոսյանը։ Ասեք, որ կարդալու համար կարող եմ ստանալ 5։ Ինչպես եք։ Լավ ենք, շնորհակալ ենք, ձեզ տեսնելով էլ ավելի շատ լավ ենք զգում։ Դուք բարձրացրեցիք մեր տրամադրությունը, որը որ քիչ աշխատանքային process-ների մեջ լինելով, մի քիչ հոգնած լինելով, բայց չզգացինք արդեն նոր ոգեշնչում ունեցանք։ Շնորհակալ ենք շատ։ Փառատոնը, գիտեք, ես ամեն առաջինը ինչ նկատեցի, ինչը գրավեց առաջնային։ Փառատոնը իր ուսերին շատ մեծ կարևոր առաքելություն ու պարտականություն է ստանձնել, որովհետև բացի այն, որ երաժշտության շուրջ համախմբվում է տարբեր երկրների ժամանած տարբեր տաղանդավոր երիտասարդների, տարբեր տարիքային խմբերի, նաև սա կարևոր է ինչով։ Մենք հնարավորություն ենք տալիս շատ այլազգի ներկայացուցիչներին մոտ լինելու մեր մշակույթին, մեր պատմությանը, ծանոթ լինելու մեզ։ Սա հնարավորություն է տարբեր արտիստների, տարբեր մարդկանց փորձի փոխանակմամբ։ Սա հնարավորություն է մեր երաժշտությանը ծանոթ լինելու մեզ, Հայաստանին եւ մեր պատմությանը, ինչը այսօր երևի 21-րդ դարում ամենակարևորն ու առաջնայինն է։ Այդ իսկ պատճառով ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել ձեզ եւ այն մեծ թիմին, որը որ այս ամենի ետևում կանգնած է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Շատ շնորհակալ ենք նման կարծիք արտահայտելով, որովհետև իրոք մեր մեծ առաքելությունն է ոչ միայն կազմակերպել մրցույթ փառատոն, այլ նաև մենք ծանոթացնում ենք մեր Հայաստան աշխարհին, քանի որ մենք ունենք բացի մրցույթային օրերից, մենք ունենք նաև ճանաչում մեր Հայաստանի գեղատեսիլ վայրերի հետ։ Անցյալ տարի մենք ներկայացրել ենք Գառնի գեղարդ են գնացել, այնտեղ լսել ենք դասական երաժշտություն, կվարտետ, կոմիտաս են լսել, ուղղակի շատ հուզիչ էր, որովհետև լսելով այդ երաժշտությունը տարբեր երկրներից, Մալտայից, Էստոնիայից, Ռիգայից, Բուլղարիայից, Ամերիկայից, բոլոր տեղերից ժամանած, Գերմանիայից ժամանած մարդիկ ուղղակի արտասվում էին, եւ երևի թե այդ ամենը ոգեշնչեց, որպեսզի այս փառատոնը դառնա եւս ավանդական եւ երկրորդ տարին է արդեն մենք փորձում ենք, դուք շատ ճիշտ ասեցիք, որ նաև մենք ուրեմն թարգմանում ենք Voice of the World-ը ոչ թե աշխարհի ձայնը, այլ ձայն աշխարհին։ Մենք մեր ձայնն ենք բարձրացնում աշխարհին եւ աշխարհի ձայներն ենք բերում Հայաստան։ Սա շատ կարևորում եմ։ Ցանկացած նախաձեռնություն պետք է ունենա գաղափարական ուղղվածություն եւ առաջին գաղափարական ուղղվածությունն է, որպեսզի մենք մեր հայկականը, մեր Հայաստանը, մեր Հայաստանի տաղանդները եւս ներկայացնենք աշխարհին, քանի որ այս տարի եւս ունենք բազմաթիվ հյուրեր Բուլղարիայից, Մոլդավիայից, Ամերիկայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, այո, մի շարք երկրներից եւ եւս սա փաստում է այն մասին, որ հետաքրքրությունը դեպի Հայաստան ել ավելի է աճել եւ մենք ստեղծել ենք փառատոնի շրջանակներում մի հետաքրքիր եւս նախագծի մեջ, հայ, այսպես ասեմ, որովհետեւ մենք անցյալ տարի եւս ունեինք շոու Voice of the World անվանումով 8 մյուզիկլից ներկայացնում
ներկայացրեցինք այդ շոուն։ Ընդհանրապես փառատոնը անց է կացվում Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ ընդգրկվում են նաեւ այդ թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները, երաժիշտները եւ այս տարի մենք եւս ամեն տարի փորձում եմ ես ընդհանրապես իմ ծրագրերում երբեք նույնը չկրկնել եւ այս տարի եւս ներկայացնում ենք մեր շոուի ընթացքում մեր մեծ հանճարներին, հայ հանճարներին ազգությամբ, բայց Հայաստանում չծնված, դա կներկայացնենք Շարլ Ազնաուր, Փարաջանով, Շեր եւ որոնք իրենց ամբողջ կյանքով, իրենց ստեղծագործական ուղիով ներկայացրեցին հայ ազգը աշխարհով մեկ։ Սա եւս մեր առաքելությունն է եւ նաեւ շնորհակալ եմ ձեզ, որ դուք միշտ հրավիրում եք եւ ավելի տեսանելի է դառնում մեր աշխատանքը, ավելի հասանելի է դառնում։ Շնորհակալ եմ։ Սա կարևոր է բոլորիս համար։ Տիկի Ջայնյան, միջազգային մրցույթ Հայաստանում հյուրընկալելը հսկայական աշխատանք է իրենից ներկայացնում, ինչպես հաջողվեց հենց առաջին տարում այնպիսի նշաձող սահմանել, որ փառատոնը միանգամից միջազգային ճանաչում ձեռք բերեց։ Գիտեք, ցանկացած աշխատանք, երբ որ կատարվում է, պետք է կատարվել մանրակրկիտ։ Ես միշտ ասում եմ, որ եթե երբ հարցնում են ոնց է, ինչ աշխատանքներ եք կատարում, ասում եմ, այս աշխատանքը մի մեծ շղթա է, ոչ թե 1 մետրանոց կամ 2, երևի 1000 մետրանոց շղթա է եւ որևէ մի շղթան եթե թերանա, հաստատ աշխատանքը եւս կթերանա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, իմ երաժիշտներին, իմ ժյուրիի անդամներին, որից մեկը այսօր այստեղ ներկա է գտնվում Աննայի հետ դեպ ասեմ, մենք երևի ինքն էլ կասի դրա մասին, մենք արդեն մի քանի տարի է գնում ենք միջազգային ժյուրիի որպես ներկայացուցիչ Հայաստանից։ Իմ թիմին եմ ուզում ասեմ, շատ երիտասարդ թիմ ունեմ։ Ես իրանց ասում եմ իմ երեխաները, որովհետև եւ հպարտությամբ եմ ուզում այսօր մի քիչ հպարտանամ, այսպես ասեմ, որ իմ թիմը չփոխվեց։ Իմ թիմը նորից իմ կողքին է եւ եթե չլինեն այդ խանդավառությունը, այդ սերը, այս գործը մի քիչ վիրուսի պես բան է, աստվածամիշտ sense վիրուսներ լինեն կյանքում, սա վիրուս է, որը որ եթե վարակվում են, էլ չեն բուժվում հաստատ, այն վիրուսից է։ Եվ շնորհիվ այդ ամեն ինչին կատարվեց շատ մեծ աշխատանք, բարձր որակի, բոլորն էին նշում, որ նմանատիպ փառատոն չկա որևէ մի երկրում, դե մենք էլ ենք գնում շատ տեսնում ենք, չգիտեմ, չեմ ուզում դրա մասին ասել, կան լավը, կան միջինը, կան ավելի վատը, բայց եթե անում ես գործ, պիտի անես լավ, որպեսզի ինքը ունենա շարունակություն։ Կա սկիզբ, ասում են կա վերջ։ Ես միշտ ասում եմ կա սկիզբ, առանց վերջի շարունակություն։ Թույլ տվեք դիմել Աննային, ես գիտեմ, որ նաև ունենք Բրազիլիայից մասնագետներ, ովքեր Գալիայից, Պորտուգալիայից, այո, ովքեր որ վարպետաց դասերով են ներկայանալու, իրենց ներգրավումը փառատոնին որքանով է կարևոր, կարծում դուք ավելի ճիշտ կողմից կներկայացնեք, որովհետև բացի այն, որ գիտելիքի փոխանցում, փորձի փոխանակում, բայց սա նաև լավ ազդակ է, լավ տեմպ է մեր երկու մշակույթի զարգացմանը։ Ասեմ ձեզ, որ ես շատ լավ ճանաչում եմ Պորտուգալիայի ժյուրիի ներկայացուցիչին, բավականին պրոֆեսիոնալ եւ հետաքրքիր երաժիշտ է եւ ունի իրեն ուրույն ոճը, ձայնի դնելու ոճը, ունի մեզ էլ է շատ հետաքրքիր այդ դասընթացը, մաստեր կլաս է անցկացնելու այստեղ եւ ես կարեւորում եմ, որ վստահ եմ, որ մասնակիցները շատ բան նոր կտեսնեն, շատ բան կսովորեն, շատ հետաքրքիր կլինի եւ սա շատ կարեւոր է փորձի փոխանակումը, մաստեր կլասերը։ Իդեպ ասեմ, որ այս փառատոնում լինելու են 2 մաստեր կլաս, կլասիկայի ժանրի մեջ Վաղար Շակոհանյանն Ամերիկայից բավականին հայտնի երգիչ, շատ լավ երգիչ, այստեղ էլ հայտնի օպերային, մաստեր կլաս անցկացնելու եւ Պորտուգալիայից էստրադային ժանրի մեջ Ջոկի Կայտանո։ Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի եւ շատ մասնակիցները գոհ կմնան եւ բավականին մեծ փորձ ձեռք կբերեն, որտեվ այդ մաստեր կլասին ես ներկա եմ եղել
Լեհաստանում անցած տարի եւ ինձ վրա բավականին մեծ տպավորություն էր թողել լինելով մասնագետ։ Հատուկ ձեռնարկ ունի ինքը արդեն։ Ես կարծում եմ, որ այդ ձեռնարկին կծանոթացնի նաեւ հայ մեր երաժիշտներին, երգիչներին եւ ունենք նաեւ պայման մաստեր կլասի, որը երբեք որևէ մեկը չի ասել, դա պիտի լինի, այ Աննան նշեց, որ պիտի հատուկ ձևով ադրվում ձայնը, մենք ունենք տրամպլին պիտի ունենանք, մենք պիտի ունենանք մեծ սպորտային գնդակ, այսինքն նորություն է սա, հետաքրքիր եւ երգիչների համար եւ երաժիշտների համար բոլոր ես կարծում եմ, որ Եվ ես կարծում եմ, որ էստրադայի երգիչների համար բավականին հետաքրքիր կլինի, որովհետև այստեղ մաստեր կլասեր, ինչքան ես տեղյակ եմ, լինելով ակադեմիական երգեցողության մասնագետ, քիչ են անցկացվում։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ գան լսեն, որտեղ դա իրենց շատ պետք կլինի։ Շատ լավ, Մերի, կարծում դուք երկրորդ տարին եք, չէ՞, արդեն մասնակցում եք այս ընտանիքի անդամ եք կարելի ասել։ Այո, ինչ լավ ասեցիք։ Այո, այտենց համակարգող կամ թիմակից չէ, դուք ընտանիքի անդամ եք, որ դուք էլ ինքներդ, ինչպես նշեցիք դուք, ձեր էներգիան, ձեր կողմնորոշվածությունը, ձեր համարձակությունը այս հարցերում նոր սերունդը ուրիշ են։ Դուք ավելի մեծ էներգիա եք տալիս այս ամեն ինչին, դուք եւ ձեր թիմակիցները եւս։ Համեմատելով անցած տարվա հետ, ինչպես նշեցիք, արդեն տարբեր երկրներից կան մասնակիցներ, կարող ենք արդեն նշել այս պայմանությամբ քանիսն են նրանք եւ ինչ ավելացում կա այս տարի համեմատած անցած տարվա հետ։ Համեմատած անցած տարվա հետ մեզ մոտ ավելի շատ կարող եմ ասել աշխարհագրական առումով ավելացումներ կան, որովհետև ինչպես արդեն նշեցինք անցած տարվա երկրները, այս տարի ավելի շատ էր հետաքրքրությունը նաև հարակից երկրներից, այսինքն այն մասնակիցները, ովքեր մեզ մոտ եղել էին կամ մասնակցել են այլ միջազգային մրցույթների, Voice of the World-ի մասին շատ է խոսվել, հիմնականում եվրոպական երկրներում, Ամերիկայում, մեր հարակից երկրներում, այսպես ասեմ, եւ այս տարի օրինակ մասնակիցներ ունենք Պորտուգալիայից, Կիպրոսից, Մոլդովայից, որ անցած տարի մենք չենք ունեցել այդ մասնակիցներին, այդ երկրներից, Ռուսաստանից եւ արդեն հետաքրքրությունը ավելի մեծ է, քանի որ հենց անմիջապես փառատոնից հետո մեզ սկսեցին այլ երկրներից գրել, որ իրենք ցանկանում են գալ Հայաստան, որովհետև մեր հյուրերը անցած տարի այնքան տպավորված են հեռացել Հայաստանից, այնքան հիշողություններ են իրենց հետ տարել, բացի մրցանակներից իհարկե, որ ոգևորությունը միանշանակ շատ ավելին է, քան անցած տարի էր։ Շատ հետաքրքիր դրվագ պատմեմ, եթե ժամանակ ունենք։ Մենք անցյալ տարի մեր էքսկուրսիոն օրը համընկավ Վարդեվարի օրվան հետ, ուրեմն մենք հանկարծակի հասկացանք, որ այդ օրը պիտի ջրվենք ու մտածում ենք ինչպես պիտի ներկայացնենք մեր հյուրերին, որովհետև դա մեր ասենք տոնն է, ընդունված, բայց իրենք չգիտեն այդ տոնի մասին, բայց դուք չեք պատկերացնում դա ինչ հետաքրքիր ստացվեց, ինչպես էին ուրախացել, ինչ հաճույքով էին իրանք ջրվում եւ ջրում, այսինքն այն ամենը ինչ որ կատարվում էր Հայաստանում, Երևանում, դա արդեն իրենք ոնց ձեզ ասեմ, չգիտեմ, դա ընդունելի էր, իրանք բոլորը ասում էին, որ մենք անպայման պիտի նորից վերադառնանք Հայաստան եւ դա շատ կարեւորում եմ այս ամենը, որովհետեւ Հայաստանը սիրում են։ Ես ունենալով բազմաթիվ փառատոններ նախորդում կլասիկայի մեջ, ուրեմն նույն բանը արվում էր նույն տարիներ շարունակ, ես հասկացա, որ դա չի փոխվում։ Սերը դեպի Հայաստան գալով բոլոր արտերկրից ժամանած մարդկանց մոտ, բոլորի մոտ այդ սերը արթնանում է։ Ես հպարտ եմ դրանով եւ երևի թե սա եւս իմ առաքելությունն է, ինչքան հնարավորություն կունենամ, ես ինքս երաժիշտ լինելով, ես անպայման իմ ծրագրերը եւ ստեղծել եմ, եւ ստեղծում եմ, եւ կստեղծեմ, դա Աստված, միայն այդ առաքելությունը առաջ տանելով, որպեսզի իմ հայ ազգը ներկայացնեմ, հայ պատմությունը ներկայացնեմ եւ հայ տաղանդավոր մարդկանց ներկայացնեմ։ Ցավոք սրտի մեր ժամանակը շատ քիչ է
եւ եթե հնարավոր է շատ արագ, ես գիտեմ որ տարբեր տարիքային խմբեր են մասնակցում, 7 անվանակարգ է լինելու, հուլիսի 24-ին մեկնարկն է, 28-ին ունենք անակնկալ բոլոր մասնակիցների համար, մրցույթային փուլերը եւ այլն, բայց այսպես հակիրճ է հնարավոր է ներկայացնել։ Ունենք ուրեմն 6-7 անվանակարգ, դա կլասիկա, ֆոլք, ջազ, երկրի երգ, մյուզիկալ, դուետներ, անսամբլներ եւ տարբեր տարիքային խմբերում են 5-ից 99-ը եւ այս տարի մեր տարիքային խումբը աճել է արդեն, եթե անցյալ տարի միջև 20-22 էր, այս տարի արդեն ունենք 35 տարեկան մասնակից, դա եւս մեզ համար շատ ուրախալի փաստ է։ Տարբեր տարիքային խմբերում կան նաեւ տարբեր անվանակարգեր։ Բոլոր մասնակիցները անխտիր արդեն եթե մասնակցում են Voice of the World-ին, ստանում են դիպլոմներ մասնակցության, նվերներ, հիշարժան ուրեմն հայկական նվերներ եւ տարբեր տարիքային խմբերում անկախ ուրեմն եւ ժանրային նոմինացիայի ստանում են նաեւ 1 Grand Prix անկախ տարիքային խմբից, այսինքն ժանրում ստանում են 1 Grand Prix, իսկ ունենք նաեւ մեծ մի հատ Grand Prix, որը որ ստանում է փառատոնի լավագույն մասնակիցը ըստ մեր ժյուրիի գնահատմամբ իհարկե։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր փառատոն դա միայն մրցանակ չէ, դա նաև սեր է, փոխհասկացություն, փոխհարաբերություն, նոր ծանոթություններ եւ նոր ճանապարհ։ Միանշանակ փառատոնը նաև հնարավորություն է տալիս համագործակցությունների նոր գաղափարների։ Շնորհակալ ենք շատ։ Մենք վստահ եմ կհանդիպենք արդեն երբ որ փառատոնը կանցնի, կվերջանա կամ փոխենք, քննարկենք միասին։ Ձեզ լավոր ենք մաղթում։ Շնորհակալ եմ ձեզ եւ անխափան եթեր։ Շնորհակալ ենք շատ։ Այսքանով լույս առավոտին ավարտվեց, վաղը ինչ օր է։ Ուրբաթ։ Վաղը տաղում կաշխատեն մեր մյուս գործընկերները։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։